5 ամիսը նշված քննության նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտվել էր։ Նոյեմբերի 3-ի դրությամբ կոչի դրվագով կար վճռաբեկ դատարանի որոշում։ Վճռաբեկ դատարանի որոշում կար, հիմա եթե դուք ուզում եք, որ փորձենք քրեադատավարական իրավական տեսանկյունից այս իրավիճակը վերլուծել, շատ լավ։ 5 ամիսը արդեն իսկ քրեադատավարական իմաստով նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտված էր։ Ինչ է դրան հաջորդում։ 53 քննիչների անգործությունը։ Իդեպ մի հանգամանք եմ ուզում հատուկ նշել։ Իրականում, երբ ասում եմ 53 քննիչներ, ձևակերպմանս մեջ սխալ եմ անում։ Ներողություն եմ խնդրում։ Իրականում 53 քննիչ գումարած մեկ դատախազ, որովհետև դատական նիստի ընթացքում մենք բոլորս պարզեցինք, որ դատախազը մասնակցում է նիստերին օգնելու համար քննիչին։ Նշվածը ժամանակը կգա, կրիչը դուք կունենաք, կհաստատեք այդ նշված տեղեկությունը։ Գործընկերներ, եկեք հետևյալը արձանագրենք։ Երբ դատական այս աբսուրդային իրավական ծաղրի նմանվող ահաբեկչական գործողության, որովհետև իրավական ահաբեկչություն է սա, որովհետև եթե մի կողմից ասում են գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են սեփականատերը պետք է ամենաաբսուրդային, ոչինչ իրենից չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ, այն վճռաբեկ դատարան օպերացիան, որը իրականացվեց, այդ աստիճան ստվերային արդարադատությունը, դուք պատկերացրեք դատախազը ինչ է պատասխանում նիստի ընթացքում, ասում է ես զանգել եմ գրասենյակ, գնացել եմ որոշումը ստացել եմ։ Հարցնում ենք դուք որտեղից գիտեիք, որ նոյեմբերի 13-ին որոշում պետք է լինի։ Ասում ես ամեն օր զանգում եմ գրասենյակ։ Պատկերացրեք, ես շատ ուրախ եմ։ Հայաստանի Հանրապետության դատախազությունում մեր դատախազ գործընկերները այնքան ժամանակ ունեն, որ ամեն օր գրասենյակ զանգեն վճռաբեկ դատարանի։ Ես էլ իմ առիթից օգտվելով մի հատ առաջարկ անեմ։ Դուք էլ զանգեք ամեն օր վճռաբեկ դատարանի գրասենյակ։